Մենք շատ ուրախ ենք, որ այսօր գտնվում ենք հենց այս իրավիճակում բոլոր այս կանչելի անձանց հետ Հայաստանից եւ Եվրոպայից քննարկելու ապագան Եվրամիության եւ Հայաստանի հարաբերությունների։ Հայաստանը տարածաշրջանի երկիր է, որտեղ շատ այլ դերակատարներ կան եւ Հայաստանի շահերը բազմազան են։ Բոլորը դա հասկանում են։ Սեպայի շրջանակներում մենք փորձում ենք օգնել Արմենիայի եւ բարելավել կոնսոլիդացնել հարաբերությունները Եվրամիության հետ։ Ինչպես գիտեք, Եվրամիությունում բազմաթիվ երկրներ մշակույթներ են իմի բերված բազմազանության ոգով, որ մենք հարգում ենք, մենք հարգում ենք նաեւ Հայաստանին որպես մի երկիր, որը քաջ ծանոթ է նախկին սովետական համակարգին, ես էլ Ռումինիայից եմ, մենք Հայաստանի ժողովրդի հետ եւ այն ժամանակ պատմական լավ հարաբերություններ ունեինք եւ մինչ այդ ցեղասպանության ընթացքում բազում փաստականներ Հայաստանից ընդունեց Ռումինիան։ Մենք ծանոթ ենք ձեր մտահոգություններին, մենք հասկանում ենք։ Մենք նաեւ ուղղակի շփումներ ունենք հայկական սփյուռքի հետ Արևմտյան Եվրոպայում։ Մեզ համար շատ կարեւոր է կազմակերպել քաղաքացիական հասարակություն այնպես, որ կարողանա իր նպաստը բերի ապրելու եւ աշխատելու պայմաններին Հայաստանի ժողովրդի։ Մենք քաղաքացիական իրավունքների ժողովրդավարության, մարդու իրավունքների արդարության կողմնակից ենք։ Կարևոր հանդիպումներ ունեցանք այսօր ընթացքում այստեղ Երևանում։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչ փոխնախարարի հետ մենք նաև հանդիպում ունեցանք փոխվարչապետների գրասենյակներում շատ կարևոր հարցեր արտացոլեցինք սկսած կապուղիներից, սկսած ազատ առևտրի գաղափարից, որտեղ որ այն հնարավոր է, երբ որ այն հնարավոր է, եւ նաև անդրադարձանք իրավունքներին, որոնք անհրաժեշտ են երաշխավորել տարբեր ուղղություններով։ Խոսեցինք արմիությունների մասին։ Մենք հանդիպում ցանկել են Մանասերյանի հետ եւ շատ կառուցողական անցավ այն, մենք հասկացանք, որ դուք եռակողմ համաձայնագիր ունեք ստորագրված վերջերս հունվար ամսին, որը առաջընթաց է համեմատած օրինակ Ռումինիայի իրավիճակի հետ։ Մենք չենք նվաճել դեռ այդ հանգրվանը եռակողմ համաձայնագիրը կնքելու։ Եկ մենք տեղեկացանք ձեր կոնկրետ քննարկեցինք նրանց հետ որոշ անհատների իրավիճակը, արդարադատության իրավիճակը, բայց ընդհանուր առմամբ ըստիս մենք կառուցողական միջավայր ունենք այստեղ Հայաստանում եւ լավ հիմքեր ունենք համագործակցության համար։ Մենք ուղղակի կապ ենք պահպանում մեր դեսպանի հետ նորին գերազանցություն Մարագոսի, որը անկեղծ ցանկանում է սատարել Հայաստանի քաղաքասարակության ջանքերին արդիականացնելու երկիրը, օգնելու կառավարությանը վերհանել լավագույն ուղին համագործակցության Եվրամիության հետ եւ նաեւ իմի բերելու հասարակությունը ավելի ներառողական, ավելի արդար, երաշխավորելով հավասար հնարավորություններ բոլոր քաղաքացիների համար։ Եվրամիությունը Հայաստանը ռազմավարական գործընկեր է համարում, եթե կարելի այդպես ասել, որպես Եվրամիությունը Հայաստան գագաթաժողովը շուտով կանցկացվի մարտ ամսին։ Մենք քաղաքասարակության կազմակերպությունների մակարդակով պատրաստել ենք համատեղ հայտարարագիր, որտեղ մեր բոլոր մտահոգությունները քաղաքասարակության կազմակերպությունների արտացոլված է այդ հայտարարում։ Մենք եւ ֆորմալ եւ ոչ ֆորմալ պարտավորվել ենք քաղաքացիական սոցիալական երկխոսության ինստիտուցիոնալիզացիային նպաստել, ինչպես գիտեք, ֆրանկոֆոնիայի շատ երկրներում Հայաստանը ֆրանկոֆոնիայի անդամ է, տնտեսական եւ սոցիալական խորհուրդներ կան։ Սա մի մոդել է, որը թերևս կարելի է Հայաստանի քաղաքասարակությունը այդ ցանկանա։ Այդ օգնում է ինստիտուցիոնալ կազմակերպված քաղաքացիական սոցիալական երկխոսություն վարել, նաև իրավակերարկել արդեն իսկ ընդունված օրենսդրությունը։ Քանի որ շատ հաճախ մենք քննարկում ենք տարբեր դերակատարների հետ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչների, որոնք ասում են մենք օրենքներ ունենք, արդիական օրենքներ ունենք, տարբեր հարցերին անդրադարձով եւ Հայաստանում ընդունված օրենսդրությունը օրենքները համապատասխանում են Եվրոպական միության անդամ երկրների օրենսդրությանը։ Միակ տարբերությունը, որը կարելի է վերհանել, դրանց իրավակերարկումն է։
Մենք նույն խնդիրը ունենք արևելա եվրոպական երկրներում։ Մենք ունենք լավագույն մոդելները Եվրոպայում, ունենք սկանդինավյան երկրները, Իսպանիան, Ֆրանսիան, որտեղ դերևս իրավունքի գերիշխանությունը եւ օրենքների իրավակերարկումը կարևոր հարց է մնում։ Բայց երկխոսությունը պետք է պահպանել, ինչպես կարող ենք խորհրդարանի ընդունած որդեգրած օրենսդրությունը իրավակերարկել, որը սոցիալական գործիքների եւ կառավարությունը հավանություն է տվել։ Սա առանցքային խնդիր է մնում։ Եվ այսօրվա այս հանդիպումը պատմական հնարավորություն է ընձեռում քաղաքասարակության կազմակերպությունների համար Հայաստանում արդիականանալ, բարելավել իրենց աշխատանքային մեթոդները եւ նաեւ կառավարությանը Հայաստանի Հանրապետության հնարավորություն է ընձեռում օգտվել այդ գործիքակազմից միջազգային հարաբերությունների ասպարեզում։ Սա փափուկ ուժ է, որը մեր տրամադրության տակ է եւ որը Հայաստանի կառավարությունը կարող է օգտագործել եւ նաեւ քաղաքացիների կողմից օգտագործվել հասնելու համար երկարաժամկետ հեռանկարային հարաբերությունների բազմազանեցնելու առևտուրը, հարաբերությունները լավարկելու, բիզնես հնարավորություններից օգտվելու, ինչպես նաեւ իրավունքի գերիշխանություն, արտադրության համակարգը կոնսոլիդացնելու եւ ժամանակակից վարչարարությունը։ Ես պատրաստել էի մի ամբողջ ճառ, բայց ուզեցի ուղղակի անմիջականորեն ձեզ հետ քննարկել ակնկալիքները այս հանդիպումից, ուրվագծելով, վստահ եմ, որ Հայաստանը սքանչելի հնարավորություններ ունի իր առջևում, շնորհակալություն ձեզ բոլորի մասնակցության համար, պարոն վարչապետ, մենք հույս ունենք հնարավորություն վայելել համագործակցելու հեռանկարային երկարաժամկետ գալիք տարիների ընթացքում ամենայն բարիք եմ։